Ձեր գործողությունները այստեղ սրանով սահմանափակվում են, ինչ եք անել։ Դեռևս միայն ուղերձ է Նիկոլին, որպեսզի ինքը հասկանա, որ ժամը արդեն հասունացել է։ Չի խոսում, երեխեք, էլ մի րոպե։ Որ խոսում եք, կարող եք դիմակի տակ։ Ինքն է իր դատը տարել։ Ստեղ ոչ դեսպան, ոչ հոգիներ, ամեն մարդ իր դատաստանը ինքն է կատարում։ Նիկոլն իր համար ինչ դա։ Դուք եկել եք, որ հիշեցնեք իր մեղքերը։ Ամեն ինչով չի կարելի ազգին դավաճանել եւ արդար մնալ։ Եթե արդեն այս ձեր ձեռքի եղած մեղքերը ձեր կարծիքով գործել է Փաշինյանը, եկել եք որպես մահվան դեսպան, որ տանեք Փաշինյանին։ Սա ուղերձ է Փաշինյանին, թող ինքը կատարի համապատասխան եզրահանգումները։ Որ դժոխքի դեսպանը եկել է եւ ասում է, որ դժոխքում իրեն սպասում են։ Բայց Աստվածաշունչն ասում է՝ մի դատիր, որ չդատվես։ Տեսեք, երբ որ սխալը չենք անվանում սխալ, երբ որ չարիքը չենք անվանում չարիք, մենք հնարավորություն չենք տալիս մարդուն ուղղվելու։ Աստվածաշնչում երբեք չի ասվում չարիքը մի անվանիր չարիք եւ մի պայքարիր չարիքի դեմ։ Այն օրենքով, որով դատում ենք Նիկոլին, մենք նույնպես այդ օրենքով դատում ենք չարիքից մաքրվելու եւ դեպի լույսը գնալու, այսպես։ Պետք չի այդ նախադասությունը սխալ կոնտեքստում օգտագործել։ Դա շատ նուրբ նախադասություն է։ Այո, ամբողջ քրիստոնեության առանցքը նրա մասին է, որ մենք մաքրվում ենք չարիքից, մենք հասկանում ենք մեր ներսի սխալը եւ գնում ենք մաքրման ճանապարհով։ Սա Նիկոլի մաքրման ճանապարհն է։ Հասկանում։ Կայանը կենտրոն կտան։